շնչառական վարժությունները նաև մի արտակարգ առեղծվածային էֆեկտ են ստեղծում օրգանիզմում երիտասարդացման իմաստով։ Ինչա կատարվում։ Բժշկական տեսանկյունից ես բացատրեմ, ուրեմն միակ մեթոդն է, որը կարող է ստեղծել նոր մազանոթներ օրգանիզմում։ Մազանոթները դրանք կացուձոնիշը, եթե դուք կարդաք, դա այն իմ ասած ճապոնական հրաշալուսուցիչներից է, ուրեմն վաղուց արդեն 2 դար առաջ ապացուցել էր, որ հիմքերի հիմքը մեր օրգանիզմի դա մազանոթներն են, որոնց հիման վրա արդեն այդ անոթները, երակները եւ այլն, այսինքն ամբողջ արյունատար այդ համակարգը ստեղծվում է։ Եվ տեսեք, մեր այդ մազանոթները կյանքի ընթացքում ոնց որ եւ նյարդային բջիջները մաշվում են, վերանում են, իսկ երբ որ դուք սկսում եք պարապել, արյան շրջանառության կարգավորումից բացի նոր մազանոթներ են ստեղծվում։ Իհարկե մեկ շաբաթվա ընթացքում դա հնարավոր չի անել, բայց ռեգուլյար պարապողների մոտ կանգ է առնում ծերացման այդ process-ը եւ հետ է գալիս օրգանիզմը, մազերը ճերմակ, մազերը սկսում են ավելի քիչ լինել, այսինքն սպիտակեցումը, ճերմակացումը, ամբողջ ծերացման խնդրումը հիմնական հենց մազանոթային խնդրի լուծման մեջ է, կանգ է առնում ծերացումը եւ կարծես օրգանիզմը երիտասարդացման հետ ճանապարհն է վերցնում։ Երևի նկատել եք ուսուցիչները 80-90 տարեկան յոգա ուսուցիչները 50-60 տարեկանից ավել չեն, ոչ իրենց մազածածկույթով, ոչ իրենց մաշկի որակով, կնճիռներով, ոչ մի